Բարի առավոտ բոլորին, այսօր որոշել ենք առավոտյան երեխաներին տանել պոնչիկանոց, քանի որ ազատ օր է։ Հիմա միասին կպատրաստվենք, կարդարենք մազերս, որովհետև լողացել եմ, հենց այսպես թողել եմ։ Կդիմը հարդարվենք եւ հույս ունեմ, որ եղանակը այսօր էլի այդպես արևոտ կմնա, ինչպես որ կար։ Իրականում արևոտ է, բայց բավականին սառը քամի է։ Բայց դա մեզ չի խանգարում, կարևորը արևը լինի։ Հիմա պատրաստվեմ, մազերս հարդարեմ, գնանք պոնչիկանոց, այնտեղից ամենայն հավանականությամբ կգնամ ընկերուհուս տուն, դեպի Շենգավիթ, որովհետև ընկերուհիս այսօր ինձ համար հավով սոուս է պատրաստել։ Իհարկե չգիտեմ հավը ինչպես եմ ուտելու, բայց ամեն դեպքում սոուս հավի շատ-շատ սիրում եմ, արդեն ասել եմ մեկ անգամ, այնպես որ գնալու եմ հենց սոուսը ուտելու, ոչինչ որ միսը չկարողանամ հանկարծ ուտել։ Այդպես սա է շարքից։ Հիմա պատրաստվեմ, ընթացքը կնկարեմ։ Ուզում էի ցույց տալ ընկերուհիս եկել էր մեզ հյուր, ինչ է ինձ համար բերել, արդեն փոխվել է ամեն ինչ, ջերմուկ, մրգեր այն բոլոր, որոնք ես այս վերջի շրջանում շատ հաճախակի ուզում եւ ուտում եմ, եւ այդպես շարունակաբար լիքը համովություններ, այստեղ իհարկե Մեսրոպի ինձ համար չի, արդեն Մեսրոպի համար կինդերներ էր, որովհետեւ շոկոլադ այդպես չեմ կարողանում շատ ուտել, քաղցր։ Իմը մրգերն էր, ես իմ մրգերը վերցրեցի, իսկ Մեսրոպը երեք իր քաղցրները վերցրեց ու այսօր կանգնած սպասում էր տեսնել ես իր շոկոլադները հանում եմ այստեղից, որովհետև ինքը մի քանի հատ կինդեր էր հանել, արդեն մտածում էր, որ այդ տոպրակում կինդերներն անսահմանափակ են, բայց ցավոք սրտի ոչ անսահմանափակ չէր։ Լիանն էր բերել եւ այսպես ինձ ուրախացրել էր։ Да, поехали. Авоська թաքել էր, չէ՞ նոր։ Моя машина, моя машина. Take a choose, можно. Մեսրոպին թողեցի մանկապարտեզում, եկա Երևան մոլ, ուզում եմ մի հատ վայկիկի մտնել, տեսնելու համար, կրոքսեր կա այստեղ, թե ավելի ճիշտ կլինի երրորդ մասի անցմիտակից վերցնել։ Եվ մի հատ բոլսերո էի ուզում մտնել դրամապանակի համար, դրամապանակս վնասվել է եւ դեն եմ նետել, այնպես որ մնացել եմ առանց դրամապանակ, պայուսակս դատարկ գումարը մեջը։ Այդպես եկարկան մի քանի բան եմ դրել, հնդկաձավար այստեղ մակարոնեղեն, ամանի հեղուկ, ժավել, ֆոլգաս էր վերջացել, ֆոլգան ասել եմ, չէ, այս գազի վրա, ինչու է հատուկ սեղել, առավոտը չեմ արդուկել մազերս կրկին երկրորդ անգամ, այսինքն ֆոլգա գնեցի, գազը մի անգամ արդեն ասել եմ, որ ֆոլգայով փակում եմ, որովհետև փոքր գազերից այն երկու տեղանոց, որպեսզի անընդհատ չմաքրեմ, իրենց գույնը ներկը ընկնում է շատ հաճախ, եթե մաքրում ես, իսկ ես շատ հաճախ ժավել պետք է անեմ հաստատ ընկնելու, այնպես որ ֆոլգա եմ մի անգամ ծանում, այստեղ բամբակ չունեի տանը, բամբակ գնեցի, այդպես ժելեշկա գնեցի մազերիս համար, ացետոն գնեցի, սպիտակ բոթասները, լայֆխակ, չգիտեմ արել եք թե ոչ, ացետոնը շատ հոյակապ մաքրում է, բամբակը հենց դրա համար եմ գնել, որ սպիտակ բոթասներս կարողանամ մաքրել։ Այս ժելեշկայից գնեցի մազերիս համար, սուրճը գնեցի, իդեպ չգիտեմ, ասել եմ ձեզ թե ոչ, ես արաբիկա ավելի շատ եմ սիրում սուրճից եւ այս Չայկոֆի այս գույնը, կապույտը, ինձ համար բացահայտում էր, թե ինչքան համեղ է այս սուրճը, ինչքան հաճելի է խմել առավոտյան, իր հոտը, իր համը հոյակապ է, ուղղակի խորհուրդ եմ տալիս, եթե սիրում եք սուրճի շատ հաճելի համ, կարող եք փորձել եւ եթե արաբիկա եք սիրում, մարդկա արաբիկա եւ ռոբուստա է սիրում կամ միայն ռոբուստա, ես արաբիկայի սիրահար եմ։
այնպես չի որ չեմ խմում ռոբուստա, բայց նախընտրում եմ ավելի շատ արաբիկան։ Եվ ինչ էր ուզում ասել, մի ժամանակ, այստեղ մեծ րոպե համար աղիձողիկներ եմ գնել, մայրիկս նուտելլա էր ուղարկել, նուտելլան որպեսզի գդալով չտամ, ես գդալը այսպես հավաքում եմ, մի գդալը տալիս եմ եւ ասել եմ այդպես է ձևը ուտելու, որ ամբողջ բանկան չուտի։ Իսկ հիմա սովորացրել եմ աղիձողիկները նուտելլայի մեջ ա գցում եւ ուտում եմ, հենց աղիձողիկները, որոնք որ տվել եմ իրան վերջանում, մտածում եմ, որ նուտելլան էլ ա վերջացել։ Գցնում եմ իր ամանի մեջ։ Եվ ինչ էր ուզում ասել։ 6 րոպի ժամանակ գնել է ինձ համար հղիության հատուկ զուգակուլպա կալգոտկաները ու հիշում եմ, երբ որ գնել է, այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, ինքը պաչկայով չէր, հենց հատով էին վաճառում Մարիում։ Էլի բավական մաչելի էի գնել եւ ինքը շատ թեթև էր, փափուկ էր ու փորի հատվածը երբ որ հագնում էի, այսպես մի հատ երկու հատ գիծ ուներ, փորի հատվածը գրկում էր ամբողջությամբ ու ինքը շատ փափուկ մատերիալ էր, չէի կարողանում ընդհանրապես այդ կալգոտկան ես հագնել։ Ու այսօր Դանիում տեսա զուգակուլպա հղիների համար էլի, ասացի գնեմ, փորձեմ այս անգամ, տեսնեմ, որովհետև մեծ րոպի այդ փորձից հետո ինձ համար սովորական կալգոտկա է գնել, սև կալգոտկան դեռ անձրևոտ եղանակ էր, սև կալգոտկա է գնել եւ հագել էի սովորականը, իբրև գնել էի մի փոքր մեծ չափը, բայց ամբողջ այս փորիս կողքի հատվածները, այդ ինքը նեղա չէ, ձգում ա մի փոքր կալգոտկան, այս փորիս կողքի հատվածները օրվա ավարտին արդեն երբ որ եկա տուն, զգացի, որ ամբողջությամբ այսպես ցավացրել է այդ ռեզինկան, որ բռնել է, այսօր արդեն ասեցի, չէ, ամեն դեպքում ճիշտ կլինի գնել հղիության համար հատուկ նախատեսված։ Ահա, այսպես է։ Փորիկի տեղը, էլի շատ հաճելի մատերիալ է, բայց հաստատ այդ իմ այն ժամանակվա այդ գնաց Մարից կալգոտկայի նման չի։ Սա այսպես, այդպես շատ ուրիշ բան չեմ գնել, ժավել եմ այստեղ գնել, տնային ինչ-որ այդպես առօրյա բաներ օգտագործելու, հիմա միրգ ուտեմ, մի փոքր հանգստանալ եւ մի բան եմ ուզում ձեզ պատմել եւ միանամ ու պատմեմ։ Ես իմ բաժին մրգերը կերա, հանգստացա, եկա տետրս լրացրեցի, նոր բան էի սովորել, ուզում էի գրել այստեղ տետրի մեջ, ինչ էի ուզում ասել, ինչի մասին էի ուզում խոսել ընկերներ։ Երբ որ գնացել էինք Պոնչիկանոց, ես իհարկե վիդեոյի այդ հատվածը կտրել եմ մեծ րոպենց հնարավորինս, որպեսզի այդ մասը չերևա, բայց ամեն դեպքում այնտեղ որոշեցի իհարկե այնտեղ միանգամից վլոգ նկարել, բայց երեխեքը չէին թողնի, նու այդ ընթացքը նկարել, բայց երեխեքը չէին թողնի հաստատ, որ ես այնտեղ կենտրոնանայի եւ կարողանայի խոսել։ Ինչ էի ուզում ասել։ Երբ որ կիրակի օրը կարծում եմ տեղյակ եք, որ Պոնչիկանոցում միշտ երեխեքի համար խաղային մուլտհերոսներ են գալիս, այս անգամ կովիկներ եկել եւ փղիկը Պոնչիկանոցի, Grand Candy, այսինքն փղիկը, եւ այդպես երեխաները ուրախանում էին, խոսում էին եւ այլն, ինչպես բոլոր երեխեքը, ու մեր կողքին նստած էր մի տղա, ով կլիներ մի 7 տարեկան, իր հայրիկի հետ էր եկել, իրենք էլ էին Պոնչիկ ուտում, հենց մենք նստած ենք, հենց շատ քիփ սեղաները այդ ներս ընկած հատվածի, կարծում եմ ով գնացել է, գիտի, որ այդ ներս ընկած հատվածի սեղանները շատ քիփ են իրար մոտ դրված։ Եվ այդ երեխան իր պապայի հետ նստած պոնչիկ պետք է ուտեր, իր պապան մոտեցնում է պոնչիկը ու երբ որ մոտեցնում է, այդ երեխան ամբողջ ուշադրությունը ընդհանուր նայում է միջավայրին, թե երեխեքը ինչ են անում եւ այլն, այսպես տարված է այդ երեխեքի թողուբոհով եւ այդ ընթացքում երբ որ պոնչիկը բերում է այդ երեխու պապան ասում է, որ շուտ կեր, որպեսզի չսառի պոնչիկը, ու այդ երեխան դեռ իր ուշադրությունը երեխեքի վրա է, դեռ չի կարողանում կենտրոնանալ, որպեսզի պոնչիկ ուտի, ու դա նորմալ է, ոչ միշտ է, որ երեխեքը գնում են այնտեղ պոնչիկ ուտելու, դեռ մի քանի ուրիշ գործողություններ կա, որոնք իրենք պետք է կատարեն, նոր նստեն, ուտեն կամ իրենց ձեռքին վերցնում են ու ամբողջ այդ տարածքով ուտելով գնում են, նորմալ է դա եւ դա երեխեքի տեղ է, այդպես էլ պետքա լինի։ Ու այդ երեխան հաստատ 7-8 տարեկան հաստատ կլիներ, 8-ը միգուցե դեռ չկար, բայց ամեն դեպքում 7
մեծ էր երեխան ու երբ որ նայում է դեռ այդ երեխան այդ երեխեքի խաղերին, նորից է իր papan, իհարկե շատ չեմ կարող ինչ որ ուրիշ բան ասել, հայրիկը շատ գրագետ ձևով էր խոսում երեխայի հետ, շատ կիրթ ձևով եւ ասում է նորից ասում է կեր, որպեսի չսառի եւ բռնում է ինքը այդ պոնչիկը ու երեխային ուտացնում է ու երեխայի ուշադրությունը շեղում է բնականաբար պոնչիկի վրա, հետո բռնում է կակաոն է խմացնում այդ երեխային, որպեսի երեխան անընդհատ գործողությունները իրականացնի, այսինքն չշեղվի կամ ինչի համար որ եկել է կոպիտ ասած, եկել է ուտել խմելու համար, ուտի եւ խմի։ Եվ երբ որ արդեն դուրս գալու ժամանակն էր, բայց այնուամենայնիվ երեխեքը այնտեղ խաղում էին մեր, այդ երեխան վեր կացավ արդեն եւ փղիկը ու կովիկը մեջկանց էին երեխեքի կողմը եւ երեխան ամբողջությամբ առանց կանչելու փղիկին, ասենք կովիկին, երբ որ ուզում ես որ քո մասին իմացտաս, որ ես այստեղ եմ, ինձ էլ նայի կամ ինձ էլ ուշադրություն դարձրու, երեխան առանց տեղյակ պահելու, այսպես կամ հարվածելու ուղակի թեթև կամ ուղակի իրեն ինչ որ մի ձև ցույց տալու գնում է ամբողջությամբ կսմրտվում այդ բան կովիկին, շորերն է ձգում, վզի այս հետ ներքևի հատվածից է կախվում, ձգում, իհարկե կովիկի եւ պոնչիկանոցի այդ փղիկի համբերությունը հոյակապ ուղղակի աշխատողներ են իրենք, ես ոչինչ չունեմ իրենց այսպես ասած ասելու լավ բառերից բացի, կեցեն որ կարողանում են տիրապետել այդ պահը, որովհետեւ մի փոքր արդեն չափից դուրս շատ է լինում այդ ակնթարթը երեխեքի, դե բոլորս հասկանում ենք, եւ մնացյալ երեխեքը, երբ որ կանչում են, բաներ են պատմում, էսինչ, ու այդ երեխան շարունակաբար նորից քսմրտվում է, այսպես ոնց որ մեջկանց, գլխով, շորերն է ձգում, կնճիթն է այդ փղիկի ձգում ու վզի հատվածից է նորից ձգում, այդ կովիկի գլխից է ձգում ու իրենից փոքր երեխաներ բնականաբար խաղում են բան եւ ես քրոջս ասում եմ նայիր ինչ հետաքրքիր պատկեր է հիմա ստեղծվել երբ որ ծնողը չի թողնում այս տարիքի երեխան ինքնուրույն որոշի ինքը ուզում է ուտել թե ոչ ինքը ուզում է գնա խաղա թե ոչ ունենում է հստակ իր անձնական տարածքի, երբ որ այդ արտահայտությունը անում են հիմա շատ չափից դուրս ուռճացված են իհարկե անում, ես համամիտ չեմ այդ լիչնի գրանիցաների հետ, որովհետև մեկ-մեկ չափից դուրս է դա լինում, բայց ինչ վերաբերում է տարիքային անձնական տարածքին, կարծում եմ ծնող դառնալուց հետո մի փոքր կարելի է ծնողավարության այդ ինֆոին տիրապետել գոնե, ոչ մեկս իդեալական չենք եւ բոլորս առաջին անգամ երբ որ ծնող ենք դառնում, մենք էլ այդ երեխաների հետ սովորում ենք, մենք էլ այդ երեխաների հետ հմտանում ենք ինչ որ առումով, բայց տարական նորմեր կա, որ որպես անձ դու եթե չես ցանկանում որ քեզ հետ այդպես վարվեն, դու եւս պետքա քո երեխայի այդ անձնական տարածքը որոշակի կերպ հարգես եւ դրա համար հատուկ տարիքներ կան, ծանոթանաս գոնե առնվազն թե որ տարիքում ինչ է հարկավոր անել։ Եվ քրոջս ասում եմ նայիր ինչ հետաքրքիր պատկեր է ստեղծվել։ Այս երեխան չունի անձնական տարածք, այսինքն չունի անձնական իրավունք, ասելու որ գիտես պապ, օրինակ այն տարիքում է որ ինքը կարող է ասի, օրինակ պապ, ես հիմա չեմ ուզում դա ուտեմ, ես ուզում եմ ուղակի նայել երեխեքին կամ ոչինչ թող սառի, ոչինչ, ես հետո կուտեմ, մի հատ նայեմ տեսնեմ ինչ են օրինակ անում, կամ ես հետո կխմեմ այդ կակաոն, հիմա չեմ ուզում խմել, կուտեմ նոր կխմեմ, ոչ թե ծամելուց անընդհատ խմացնի երեխային այդ տարիքի։ Ինչ եմ ուզում ասել։ Երբ որ այսպես ասում եմ, իրականում ես էլ ինքս իդեալական չեմ եւ շատ անգամ մինչեւ այսօր էլ երբ որ ինչ-որ մի բան անում, հետ եմ նայում, ասում եմ, այ օրինակ էսին ժամանակ էս մի բանը էլ հաստատ չեմ անի երկրորդ երեխայի ժամանակ, երկրորդ երեխայի հետ։ Որոշակի բաներ կան, որ օրինակ, չգիտեմ, ուրիշի համար երբեք այլևս մեսրոպի չէ թեկուզ եւ այս երեխայի համար երեխայի վրա չեմ բարկանա, որպեսզի ինչ որ ինչ հարցերով զիջի կամ ինչ հարցերով, եթե մեր տանն է գտնվում, այսինչ կամ այնինչ բանը չանի, իհարկե նորմայի սահմանում։ Ուզում եմ ասել, որ տարրական, բայց ոչ մեկս իդեալական չենք, բայց տարրական բաներ կա, որ դու պետք է թույլ տաս քո երեխան անի, մանավանդ եթե ունի այդ արդեն այդ տարիքը, այդ պահանջմունքը ունի, դու պետք է կարողանաս նկատել քո երեխան արդեն ինչ սխալ այսպես կոպիտ ասած ճակերտավոր ճանապարհով է գնում քո որոշակի արարմունքների պատճառով, որովհետև մի քիչ այդքան էլ շատ այդ գերապիկունստված չէ, դա մի քիչ արդեն իսկապես անձնական քո տարածքի խախտում է, քո իրավունքների խախտումն է, երբ որ քեզ չեն թողնում դու ընտրություն կատարես եւ այդ երեխան ավտոմատ կերպով էլ չգիտի ուրիշ ինչ ձև է լինում,
ինքը չգիտի, որ ինքը պետքա գնա, ասի գիտես, ես, որովհետև այդ երեխան ես չունի, ես ասենք, չգիտեմ, ինձ նայր, ես ես ինչն եմ օրինակ, կամ փղիկ կանչի, այսինքն այդ երեխան չգիտի մոտեցման ձևը, ոնց պետք է լինի, որովհետև ինքը իր անձը ներկայացնելու ձև չգիտի։ Դա հստակ երևում էր այդ երեխայի պահվածքից, ուղղակի իսկապես չեմ կարող վլոգի այդ վիդեոյի այդ հատվածը դնել, զուտ բնականաբար նախ ուրիշի երեխա է, երկրորդն էլ իսկապես չեմ ուզում անդրադառնալ այդ թեմային վիդեոյով, բայց ամեն դեպքում շատ հետաքրքիր ու ցավալի էր այդ պահը ու անընդհատ քրոջս հետ ավտոմատ մեր ուշադրությունը մեր երեխեքից տեղափոխվել էր այդ երեխու վրա, որովհետև ինքը այդպես էր անում ու կենդանիները բնականաբար չափով մեծ են, պոնչիկանոցը փոքր է, այդ պոնչիկանոցի այդ աթոռների վրա արդեն այսպես ընկնում էին, կիսահենվում էին իրար վրա, բայց կեցեն, որ կարողացան տիրապետել եւ մենք արդեն կեսից դուրս եկանք, ես չգիտեմ իրենք մնացին, ոնց շարունակվեց եւ այլն, մենք արդեն ավարտել էինք, դուրս եկանք, ցտեսություն ասեցինք։ Մեսրոպ իհարկե իր ամբողջ կյանքը պատմեց, ես Մեսրոպն եմ, սա Սիլվիկն է, սա իմ մաման է, սա այս ջուրը իմ Սիլվիկն է առել ինձ համար, սա Մենուան է, ինքը բոլորի հերթով ծանոթացրեց բոլոր կենդանիների հետ։ Այդպես, ինչևէ, ուզում էի դրան անդրադառնալ անպայման եւ խոսել այդ մասին, որ մեկ-մեկ պետք է լինում, որ մենք էլ բոլորս սովորում ենք մեր առաջին երեխաների հետ եւ միգուցե նաեւ երկրորդ երեխաների հետ, երրորդ երեխաների հետ բնականաբար մենք բոլորս էլ սխալական ենք եւ որոշակի բաներ կա, որ ընթացքում հերթականությամբ սովորում ենք, բայց տարրական բաներ կան, որոնք անհրաժեշտ չի սովորել, դու միշտ պետք է հաշվի առնես քո եսը, թե դու ինչ ես ուղղակի սիրում եւ ինչ կուզեիր օրինակ որ քեզ անեն կամ ինչ ես ուզում որ միշտ քեզ հետ լինի կամ դու անես ու նույնպես վերաբերվես քո երեխային։ Սրա մասին էի ուզում շատ խոսել։ Կարծում եմ վլոգը այսքանով կավարտեմ, կմոնտաժեմ, կտեղադրեմ, շնորհակալ եմ, որ դիտեցիք եւ մինչեւ ավարտելը ուզում եի շնորհակալություն հայտնել խորին, այսպես մեծագույն, չգիտեմ, ինչ խոսքերով, ինչ այսպես լավ, բարի դրական խոսքերով շնորհակալություն հայտնեմ ձեզ, որ նմանատիպ դրական մեկնաբանություններ եք գրել, չեք պատկերացնի, թե ինչքան շոյված եմ եւ ինչքան զգացված եմ ձեր յուրաքանչյուրի մաղթանքի, խոսքի, չգիտեմ, խորհրդի, ամեն ինչի համար շատ շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ այդքան դրական լինելու եւ այդքան լավ բաներ գրելու համար, երբ որ հանկարծ լինում է ընթացքում ինչ որ 1-2 հոգի, ինչ որ մի տարօրինակ մեկնաբանություն են գրում, ավտոմատ կերպով ձեր դրական ու ձեր լավ այնքան շատ է լինում, որ ես այդ 1-2 մեկնաբանությունը սկսում եմ արդեն ծիծաղով վերաբերվել, սկսում եմ արդեն հումորով վերաբերվել, սկսում ենք մենք դրա վրա ընտանիքով կամ ընկերներով ծիծաղել, ինչ որ հումոր ենք սարքում այդ վատ մեկնաբանությունների վրա ու ծիծաղում, որ ուզում եմ ասել ձեր դրական ու լավ մեկնաբանությունները այնքան շատ են, որ ես չեմ հասցնում այդ բացասականի վրա կենտրոնանալ եւ միայն այդ դրականը ինձ այսպես պարուրում է ու իմ սիրտը լցնում է այդ դրականը, ես շատ շոյված եմ եւ շատ շնորհակալ եմ ձեզանից ձեր ամեն լավ խոսքի համար եւ թող ձեր յուրաքանչյուրի մաղթանքը եւ ձեր սրտի ունեցած ձեր դիմացինի նկատմամբ բարին եւ դրականը միմիայն թող ձեզ բումերանգի օրենքով ետ վերադառնա եւ կրկնակի ու եռակի դրական ու լավ էմոցիաներ ձեզ տա։